Շիրակի մարզի Նոր կյանք գյուղում տեղի ունեցավ Շառա հրուշակեղենի արտադրամաս դպրոցի պաշտոնական բացման արարողությունը։ Նորաբաց այս կրթական ու արտադրական տարածքը հիմնանորոգվել է Լիտվո-Շիրակ ծրագրի շրջանակում Եվրոպական միության և ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսական և տեխնիկական աջակցության շնորհիվ։ Նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաև Արագած հովիտ տեղական ակտիվ խմբի հետևողական ջանքերով։ Իհարկե այս նախաձեռնությունը ի սկզբանե կյանքի չէր կոչվի, եթե հիմքում չլիներ Քրիստինա Հովհաննիսյանի երազանքը։ Ծրագիրն աջակցել է վերջինիս Արտենիսկ հիմնած բիզնեսի հզորացմանը։ Կանանց հզորացման կոմպոնենտն է, արտադրամասը գոյություն ուներ, բիզնեսը ինքը աշխատում էր, բայց մեր աջակցությամբ ընդլայնվեց, ավելի հզորացրեց իր կարողությունները։ Ծրագիրը եկավ մեզ հնարավորություն տալու ավելի ընդլայնելու մեր գործունեությունը։ Հիմա ինչպես տեսնում եք, այս ծրագրի շնորհիվ մենք համալրել ենք տեխնիկասարքավորումներով մեր արտադրամասը։ Այս նախագիծը նպատակ ունի նաև մասնագիտական կրթությունը հասանելի դարձնել գյուղական բնակավայրում։ Քանի որ արտադրամասը հիմնել ենք գյուղում, մենք միշտ աշխատողների խնդիր ունեինք, եւ այդ խնդիրը լուծելու համար մենք մտածեցինք նաև ուսումնական կենտրոն կից ունենալ, որ ավելի օպերատիվ կարողանանք աշխատել, ավելի լավ աշխատել եւ բացի դրանից մեր կանանց տալ հնարավորություն, ինչու՞ չէ, քաղաքից հեռու են, բայց գյուղում ունենան այդ կրթվելու հնարավորությունը։ Շատ ողջունելի նախաձեռնություն է, երբ ծրագիր իրականացվում է գյուղական համայնքներում, այսինքն անում են ամեն ինչ, որպեսզի գյուղերում եւս ինչ-որտեղ տնտեսական ակտիվություն լինի։ Կարևորում եմ այն հանգամանքը, որ Քրիստինան ոչ միայն մտածում է որպես կին իրեն ու իր բիզնեսը զարգացնելու մասին, այլև համայնքի մասին ու իրավ առապացույցն է, որ մենք այսօր ունենք կանանց մեծ բանակ, ովքեր Քրիստինայի հետևում են։ Շառա Սվիթսը վառ օրինակ է, թե ինչպես կարող է գյուղի արևի տակ պարզ ու ջերմ միջավայրում ծաղկել ոչ միայն այգիները, այլև մարդկանց երազանքները։ Աստղիկ Խաչատրյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Կապրելյան այսօր։